բան, ես ուզում եմ հասկանամ այդ մեքենաները, որ էլեկտրական են, ինչ սկզբունք եք դրել հիմքում։ Օրինակ, ես կուզենայի այլ սկզբունք դնենք, հաշվի առնելով, որ մեր բնապահպանական վիճակը քաղաքի լավ չի, ես կուզենայի, որ էլեկտրական մեքենաները ավելի շատ ծառայություն մատուցեն, քան ֆիզիկական անձերինը լիներ, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան ու մեր էկոլոգիան չփչանա դրա փոխարեն մյուսը չէ։ Ուզում ասեմ դուք էկոնոմիկայի նախարարություն եք, մենակ դες բերել տանելով չի, բայց դրա շարունակությունը տրամաբանական, որ մեզ պետք է օգուտ տա։ Հիմա մարդը վերում է սեփականատերը կարող է շաբաթվա մեջ 3 օր չի վարում այդ մեքենան, չի օգտագործում։ Մենք ինչ ենք ուզում անենք դեռ այս սկզբում։ Մինչև կշատանան ավելի լավ լինի, շնորհակալություն։ Սա իմ կողմից կարծիք որպես Պարոն Միկասյան, այդ հարցն ենք ուսումնասիրել։ Անեք հասկանանք, որտեղ չի կարա լինի։ Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալի այդ գումարը, բայց դուք տալիս եք, որ հետո ինչ լինի դա։ Նշանակում է ֆինանսների նախարարը թող ասի, եթե դուք դրանից գումար չեք վերցրել, նշանակում է դուք արտոնություն եք տվել։ Այդ գումարը պետք է գար բյուջե, ճիշտ է։ Ասել եք չենք ուզում, բա որ չեք ուզում ի՞նչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգնացնի ոչ մի բան չանի, շաբաթը մի անգամ վարի, չեմ ուզում։ Տվեք բոլորը թող ծառայություն մատուցեն, դիստրիբուցիա կլինի, տաքսուտակ կլինի, չգիտեմ, օդանավականից տուրիստ կտեղափոխի, թող գնա մաքսիմում 24 ժամ աշխատի։ Շնորհակալություն։